ամեն ինչ հնարավոր է փոխել։ Ունեմ լավ թիմ, ունեմ լավ ծրագիր, բոլոր ոլորտներից կախված։ Հարկավոր է ճիշտ կազմակերպել, գումարը ճիշտ նպատակային, մարդիկ համ արդյունքը զգան, համ մնացածը կարող է իրենց ընտանիքի բարեկեցիկ կյանքով պահել։ Ժողովուրդ ջան, սա իրենց ծրագիրը, ես ձեզ պարզ ասեմ, քանդում է պետությունը։ Եթե ասենք թե այսօր, այսքան հողեր ունենք, 480,000 հեկտար հող ունենք, անասնապահությունը վերացել է, մշակելը վերացել է, ընդհանուր մշակումը 140,000, այսինքն որտեղ ոնց կարելի է, այդքան հող ունեցողը գյուղնախարարությունը փակի, ասենք, ոնց կարելի է, գյուղնախարարությունը փակել, նշանակում է գյուղացին ոչ մի բան չունենալու, հիմա ոնց որ չունի, պատի տակ նստած, տրամադրություն չկա, գործ չկա, ոչ սերմ կա, ոչ փող կա, ոչ մշակելու համար, ոչ վարելու համար, ոչ ցանելու համար, ոչ էլ բերք ընդունելու համար։ Նույնը կամ 5 նախարարություն միացրել են, արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, թող մեկը ինձ բացատրի, մի հատ եթե գործան ես աշխատացնում, գործանի դիրեկտոր ունի տեղակալ, ունի ցեխի վարիչներ, որ կարողանա, ոնց կարա մի նախարարը 5 նախարարություն ղեկավարի, կամ ասենք տեսօր կրթությունը ժողովուրդ ջան, մեր երեխաները նորմալ սովորում էին 10 տարի, սոցիալական միության կրթական ծրագրով, ամբողջ աշխարհում ամենալավ ծրագիր, սարքել են Բոլոնիայի ծրագիր, 12 տարի, հիմա եթե մանկավարժ կա, ուսանողներ կան, թող ասեն, 2 տարի ի՞նչն են ավելացել, գիտելիքն են ավելացել, անենց գրքեր են տպում, որ մարդիկ չեն ուզում կարդան, խեք փող է, կրթական դասագրքերը, ինչի համար, ինչ են ուզում ասեն, ես չեմ հասկանում, ժողովուրդ ջան, մեկ էլ հիմնական խնդիրը, մենք անգամ չենք մտածել, որ կարող գանես մի ժամանակ, որ մեր իշխանության ներկայացները, որ ժողովուրդը վստահում է, հավատում է, սպասում է, որ Արարատի ռիսկ չանեն նայեն, Արարատ մեծ սարին, որ ցեղասպանությունից չխոսեն, Ղարաբաղից չխոսեն, որը դա լավ նշան չի ժողովուրդ։ Ես ասել եմ, ոնց որ սկզբից եկել էին, ես էլ ձեր հետ եմ այդ հեղափոխությանը մասնակցել, որ ամբողջ հրապարակը մի ամիս չէր դատարկվում։ Գնացել եմ հրապարակ, ասել եմ ժողովուրդ ջան, իրոք փոփոխություն էր պետք, ժողովուրդը ուզում էր, որ փոխվի, հեղափոխությունից արդեն հոգնել էին։ Ասել եմ ում եք ուզում, ասել են Նիկոլ Փաշինյանին, իմ պատգամավորներով մենք համաձայնություն ենք տվել, լսելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը, դուք էլ կաք, հիմա միացնեք նայեք, այն ժամանակ ինչեր էր ասում։ Իսկ հիմա այդ ասածներից ժողովուրդ ջան, ոչ մի բան չի կատարվել, եթե մի բան կատարվել է, ասեմ այո, կատարվել է։ Ասում են դպրոց են կառուցել եք, 8 տարում 8 միլիարդ ծախսել եք, 59 դպրոց են կառուցել, 59-ից 26-ը միայն կառուցած է եղել, այդ մնացածը որ կառուցել են, լավ են արել, դպրոց պետք է կառուցի, բայց այսօր այն վիճակն է, 230 այսօր փակվում է, այսինքն ժողովուրդը բացակայում է, պետք է նայես քո երկրի ժողովրդին, մատից փուշ անես, հնարություն տաս, մենք այսօր լաբորի չենք, առաջ ասում էին, Արցախը Հայաստանն է վերջ, ասում են մենք եկել ենք Արցախը հանձնելու, մենք բացառված այդպիսի բան անենք, ինչ ստորագրեմ, իմ ժողովուրդը տեղյակ պետք է լինի, առանց ժողովրդի ես չեմ ստորագրում, ճիշտ եմ ասում, թե ոչ։ Իսկ հիմա ասում է Արցախը Ադրբեջանն է վերջ, Արցախ մենք չենք ունեցել, սենց շարունակվեց ժողովուրդ ջան, կար ժամանակում նույնը ասելու են, Երևանը ոնց որ Ալիև ասեց, Երևան չեղե, Երևան ա եղել, նույն էլ 3 ամիս հետո ասել են ժողովուրդ ջան, Երևան չեղե, Երևան ա եղել։ Այսօր ես նո Ադրբեջանը կոչվոր ցեղերի պետություն անուր 100 տարինակ պետություն են, բայց մենք 1000 տարիների պատմություն ենք ժողովուրդ ջան։ Ամենակարևորը ձեզ եմ ասել, որոշողը դուք եք։ Հիմա մարդիկ վախում են գան, կնային, գործից կանեն, հակ կգրեն, աղբորը, հորը, ես ես բան չունեմ ասելու, կարևորը բայց պետք է մասնակցեք, մեկ ասեք ում եք ընտրելու, գնացեք ձեր հոգու խղճ, ձեր երեխայի ապագայի համար, ձեր հայրենիքի համար, ձեր ձայնը տվեք, ում կհավատաք, ում կվստահեք, ով արած գործ ունի, ով խոսքը միշտ գործադարձ է։ Ես ձեզ շատ հարգում եմ, անկախ ամեն ինչից, ձայնել տակ, ես ձեր ծառուկյան եմ, ձայնել չտակ,